Բոլորիդ ողջունում եմ սիրելիներս ու առաջարկում միասին շիկահեր տորթը պատրաստել։ Սա հենց այն դասական տարբերակն է։ Կարամելային համով ու հալչող շատ նուրբ շերտերով։ Դա նաև հայկական տարբերակը, որ կառուցվածքով տարբերվում է նաև կրեմով։ Իսկ այսօր հենց դասականն է։ Իրականում շատ հեշտ ու պարզ է պատրաստվում, այնպես որ հետևեք քայլերին։ Քանի որ աշխատելու ենք հենց կրակի վրա, ոչ գոլորշու, ցանկալի է, որ կաթսայի հատակը մի քիչ ավելի հաստ լինի։ 120 գրամ մեղր է հարկավոր, եթե պինդ վիճակում է, անպայման կամ հալեցրեք, որպեսզի լիքը ճաշի գդալով լցնեք ու չափից շատ չլինի, կամ էլ ուղղակի կշռեք։ Կավելացնեմ նաև 1 թեյի գդալ սոդա, 8 գրամ։ Հիմա սա կդնենք միջին կրակի, նույնիսկ դրանից էլ ցածր ու կսկսենք տաքացնել։ Չվախենաք, որ այս սոդան մարվում է, նաև կհասցնի քայքայվել, քանի որ ջերմաստիճանն էլ է բարձր բացի թթվայնությունից։ Մենք լրացուցիչ սոդա էլ ենք ավելացնելու ամենավերջում, այ դա արդեն կլինի խմորը փխրեցնելու համար։ Իսկ այս փուլում մենք սոդայի շնորհիվ ստանում ենք այն անհրաժեշտ նրբությունը, հալչող կառուցվածքը, ինչպես նաև կարամելային հագեցած համը, որով էլ հենց տարբերվում է այս տորթը։ Այս ընթացքում լավ կփրփրի, նաև բավականին արտահայտիչ հոտ կզգաք, չվախենաք ու չանհանգստանաք։ Հենց այդպես էլ պետք է լինի։ Իդեպ, տաքացնելիս, որքան էլ չարչարվեք, մեղրը թույնի չի վերածվում, ուղղակի իր օգտակար հատկություններն է կորցնում։ Թողնում ենք այնքան, մինչև այս զանգվածը մքանա, չափազանց երկար հարկավոր չէ, բայց իմացեք, որքան մուգ լինի, այնքան համն ավելի արտահայտիչ կլինի ու կարամելային համը հատկապես ավելի զգալի կստացվի։ Մեզ անհրաժեշտ գույնը ստացանք, իմ դեպքում բավականին մուգ է, այսպես եմ սիրում, ավելացնում ենք կարագը։ Կացան դեռևս կրակի վրա է։ Շաքարավազն ենք լցնում կամ կարող եք հենց միանգամից։ Այս տարբերակով մի քիչ զանգվածի ջերմաստիճանն իջեցրինք, հիմա կամ հատիկ, կամ ամբողջը միասին, ինչպես իմ դեպքում է, կավելացնեմ ձուն։ Կացան դեռ շարունակում է կրակին մնալ։ Ձուն ավելացնելուց լավ խառնելուց հետո թողնում ենք էլի նույն միջինից ցածր կրակով մոտավորապես 1-ից 2 րոպե, հետո ավելացնում ենք 1 բաժակ ալյուր։ Տեսեք, ամբողջ ընթացքում կրակը պետք է միջին կամ միջինից ցածր լինել, պետք է բավականին մարմանդ լինի։ Ամեն բան պետք է նախապես պատրաստել, որպեսզի կողքից չգնանք եւ այսպես անդադար խառնենք։ Ոչ շատ ինտենսիվ, բայց պետք է նաեւ թույլ չտանք, որ երկար մնա առանց խառնելու։ Եթե նկատել եք, այս զանգվածը չի եռում։ Եթե հանկարծ կեռա, իհարկե ջերմաստիճանն իջեցրեք։ Կրակը կարգավորում ենք այնպես, որ եռ չսկսվի։ Հիմա առանց կրակից վերցնելու 1 բաժակ ալյուր կավելացնեմ։ Ալյուրից հետո արագ ու ինտենսիվ խառնում ենք, որ գնդեր չառաջանան։ Հենց նկատեցիք, որ արդեն չխառնված ալյուր չկա, կրակն անջատում ենք։ Վերցնում ենք գազօջախից։ Կրակից հետո եւս 1 բաժակ ալյուր կավելացնեմ ու կթողնեմ մինչև ամբողջությամբ հովանա։ Ծավալը 250 մլ է։ Խմորն անպայման ծածկում ենք սննդային թաղանթով։ Մինչ կհովանա, զբաղվենք կրեմով։ Այստեղ 280 գրամ սենյակային ջերմաստիճանի կարագ է։ Բոլոր բաղադրիչները անպայման պետք է լինեն նույն սենյակային ջերմաստիճանի, սա կարևոր է։ Սկզբում մոտ 3 րոպե առանձին հարում ենք կարագը, հետո մի քանի անգամով քիչ-քիչ ավելացնում ենք եփված խտացրած կաթը 1 ամբողջ տուփ, 360 գրամ։ Վերջում նաև սիրում եմ թթվասեր ավելացնել կամ վերցրեք բավականին բարձր ուղղայնությամբ կամ կարող եք կարճ ժամանակով քամել, իմ դեպքում քամված է։ Սա կարամելային այս քաղցրությունը մի փոքր նաև կոտրում է, չափավորում է եւ հրաշալի համադրվում է։ Թթվասերը նույնպես սենյակային ջերմաստիճանի է իհարկե։ 150-ից 200 գրամ։ Ես էլի թթվասեր կավելացնեմ, թող 250 գրամ լինի։ Հիմա խմորը կտեղափոխեմ սեղանին ու կավելացնեմ անհրաժեշտ ալյուրը։ Մեր դեպքում կարող է տարբերվել, այնպես որ ուղղակի հետևեք, որպեսզի շատ ծանր խմոր չստացվի։ Տեսեք ինչպես ենք աշխատում, խմորը շատ ուժեղ չենք սեղմում, եթե շատ ուժեղ սեղմեմ, շատ է կպնելու, ստիպված եմ լինելու չափից շատ ալյուր օգտագործել։
Հա, նաև չմոռանամ նշել, որ նման խմորները շատ երկար չենք ունցում։ Ուղղակի ավելացնում ենք անհրաժեշտ քանակի ալյուր, մեզ անհրաժեշտ խտությունն ենք ստանում ու վերջ։ Քիչ էր մնում մոռանայի վերջին ալյուրի հետ նաև լրացուցիչ սոդա ենք ավելացնում, ոչ լիքը թեյի գտալով, 6 գրամ։ Խմորը մի փոքր կպչուն է, բայց արդեն հնարավոր է դիմանալ։ Ես ընդհանուր առմամբ օգտագործեցի 3 նման բաժակ ալյուր և ևս 1 բաժակ ոչ ամբողջությամբ, մոտ 1/3-ի չափով։ Խմորը 4 մասի եմ բաժանում։ Եթե նկատեցիք, այս փուլում խմորը մի փոքր կպչում է, բայց մատներին չի մնում։ Չաշխատեք այս փուլում ստանալ ընդհանրապես չկպչուն խմոր, չափից շատ ալյուր կպահանջի ու ծանր կստացվի։ Թխելու եմ տապակի դարձերեսին, բայց անմիջապես վրան գրտնակել չեմ պատրաստվում, հակառակ դեպքում խմորը կպնում է մետաղին և օդային բարձիկներ են ձևավորվում, որոնք ջեռոցում ընդարձակվում են և շերտերն անհամաչափ ու անհարթ են դուրս գալիս, ահա թե ինչու կանեմ այնպես, ինչպես ցուցադրում եմ։ Գրտնակին չափազանց ուժեղ չենք սեղմում, հատկապես եզրերին, առանց այն էլ խմորը շատ հեշտ ու թեթև է բացվում։ Շերտի չափսը 29-34 սանտիմետր է, ուղղակի որ կողմնորոշվեք։ Գրտնակի օգնությամբ այսպես տեղափոխում ենք։ Եթե ձեզ համար սա դժվար է, կարող եք միանգամից կամ յուղաթղթի վրա գրտնակել, կամ հենց տապակի վրա, բայց դուք արդեն գիտեք, թե ինչի համար եմ ես դրանից խուսափում։ Ծակծկում եմ և ուղարկում տաքացված ջեռոց։ Քանի որ շատ արագ են թխվում, հետևաբար արագ կանցնեմ հաջորդ շերտին։ Շերտերն արդեն պատրաստ են ու նույնիսկ հասցրել են հովանալ։ Դրանք տաք վիճակում շատ փխրուն են, շատ փափուկ են, դրա համար էլ տապակի վրայից դուրս բերելուց առաջ մեծ դանակով առանձնացրեք մետաղից, հետո նոր դուրս բերեք, որպեսզի եթե որևէ տեղ կպած լինի, հանկարծ չկոտրվեն։ Թխում ենք տաքացված ջեռոցում 190-ից 200 աստիճանով, բայց անպայման հետևեք, քանի որ շատ արագ են թխվում, 3-ից 4 րոպե։ Սկսում ենք հավաքել մեր տորթը, ինչպես կցուցադրեմ։ Ժողովուրդ ջան, դուք հաստատ նկատել եք, վստահ եմ եղել է նման բան, երբ օրինակ լվացարանի մեջ հացի մի փոքրիկ կտոր է մնացել կամ փշրանք։ Վստահ եմ տեսել եք, թե այդ խոնավ միջավայրում փշրանքը կամ հացի կտորը որքան են խոշորացել, փքվել։ Դա խոնավությունից է և ծակոտիներն են լայնանում ու մեծանում։ Հենց նույն երևույթը տեղի է ունենում խմորեղենի հետ, այս շերտերի հետ, որոնք կրեմից խոնավություն են ներքաշում և ավելի թեթև, ավելի մեծ ծակոտիներով են դառնում։ Ահա թե ինչու խմորեղենը կրեմը քսելուց ժամեր հետո միշտ շատ ավելի բարձր է, քան նույն այդ պահին։ Եփված խտացրած կաթը հիմա կհարեմ և կձևավորեմ տորթը։ Եթե ուզում եք, որ խտացրած կաթը երեսին նստի ավելի փայլուն շերտով ու ավելի հեշտ, ավելի հարթ, այդ դեպքում կարող եք հարիչի փոխարեն ձեռքի բլենդեր օգտագործել։ Փայլուն կստացվի ու ավելի հեշտ կնստի։ Իմ ալիքում կարող եք տեսնել Իրիսկայի բաղադրատոմսկը, այնտեղ հենց նման տարբերակով եմ ծածկել, իսկ այս տարբերակում շատ հարթ, շատ միատարր մակերես մեզ հարկավոր չէ։ Վերջին շերտի համար խտացրած կաթի տուփի կեսից ավելին օգտագործվեց։ Ահա և մեր տորթը, չափազանց շատ նուրբ է, հալչող է, հետ չեմ խոսում կարամելային համի մասին, որ հաստատ կգնահատեք։ Կարծում եմ գնահատեցիք այս տարբերակը, հուսով եմ կպահպանեք ու անպայման կփորձեք։ Եթե հարցեր մնացին, անպայման գրեք, ես միշտ կապի մեջ եմ ու միշտ պատասխանում եմ։